Հաշվի առնելով առկա իրողությունները, իմասնավորի նաև հայտարարությունները, որ արդեն փաստորեն համաձայնեցված է խաղաղության այսպես կոչված պայմանագիրը, եւ դրա մեջ չկան դրույթներ հայ գերիներին առնչվող։ Այո։ Առաջին հարցի հետ կապված ցավոք սրտի մենք այսօր այստեղ չպետք է լինեինք։ Մեր պահանջը ումից է։ Մենք որ երկրի քաղաքացիներն ենք, որ պետության քաղաքացիներն ենք, եւ ինչ որ բան անելու համար մեր պահանջը ում պետք է ուղղված լիներ, եւ այդ պահանջը քանիցս հնչեցվել է ամենատարբեր ձևերով, ընդհանրապես պահանջել պետությունից կատարել իր ֆունկցիաները, իր գործառույթները, բայց մենք չենք տեսել նման բան, որովհետեւ իր ֆունկցիաները չի համարում գործող իշխանությունները Հայաստանի Հանրապետության մի քանի տասնյակ քաղաքացիների գերեվարումից եւ պատանդարումից ազատելը այն մարդկանց ում անձնագրերի մեջ գրված է, որ իրենց հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է, որովհետև այդ մարդկանց վերաբերվում է որպես քաղաքական հակառակորդների եւ մենք այսպես ստիպված հնարավոր բոլոր դռները թակում ենք, հնարավոր բոլոր ատյաններում բարձրացնում ենք մեր ձայնը եւ մենք տեսնում ենք, որ դա որոշակի արդյունք տալիս է միջազգային հանրության շրջանում ինչ որ շարժ է տեղի ունենում, տարբեր մայրաքաղաքներում նախաձեռնություններ են լինում, տարբեր կառույցներ խոսում են այս մասին, հայտարարություն, կոչ են անում եւ մասնավորապես կցանկանայի նշել Եվրոպական խորհրդարանի երեկվա ընդունած բանաձևը, առանձնակի կարեւորություն տալ այդ բանաձևի, որովհետեւ այդտեղ մի քանի կարեւոր հանգամանքներ ֆիքսվեց, ուղղակի թե անուղղակի բացի ռազմագերիների պատանդ լինելու հանգամանքից, իսկ պատանդարությունը հանցագործություն է միջազգային իրավունքի տեսանկյունից, նաև Ադրբեջանի հանցագործ որոշ դրսևորումներ եւս ֆիքսեց եւ սա շատ կարեւոր է եւ ի վերջո գոնե այսպիսի շարժերը, այսպիսի ճնշումները կարծում եմ կարող են արդյունք տալ։